Եթե կա սեռական ֆունկցիայի նվազում, պետք է անպայման հիվանդը մոտենա բժիշկին, սեքսապաթոլոգը ներգրավի նեղ մասնագետներին եւ կարողանա բացահայտել սեռական ֆունկցիայի նվազումը գալիս է որտեղից դեղից։ Եթե դա զարկերակային գերչնշում դեղորայքներ մեղավոր, մենք կարող ենք շտկել եւ ընտրել այլ ընտրանքային, բայց այլ խմբի, բայց նույն գործառույթով աշխատող դեղորայք, հա։ Օրինակ մենք կարող ենք փոխել մի այլ խմբի, որտեղ անոթները ավելի լայնանում են, պերիֆերիկ արյան շրջանառությունը լավանում է եւ էլի ճնշումը կարգավորվում է, բայց այս դեպքում մենք չենք վնասի, արդեն հակառակ ինչ որ չափով կօգնենք սեռական ֆունկցիան։ Եվ ինչպես մեր փորձն է հուշում, մեր վարած պացիենտների նման դեպքերում մենք նաև զուգահեռաբար նշանակում ենք այնպիսի խթանիչ կուրս, որպեսզի պացիենտի սեռական ֆունկցիան բարելավվի, չնեղվի ինքը դրանից։ Հատկապես եթե հնարավոր չի այդ դեղորայքը փոխարինել կամ նվազեցնել դեղաչափ